Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Նախարար Սարգսյանը համաժողովի ընթացքում մասնակցել է պանելային քննարկմանը։ Արփին Սարգսյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի եւ դրա արձանագրությանը միացած պետություն առաջնահերթություն է համարում միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարը, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով անկանոն միգրացիայի կանխարգելումը։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն եւ արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ ապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մեր երկրի, ինչպես նաեւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի, այդ թվում Եվրոպայի անվտանգությունը, նշել է Արփին Սարգսյանը։ Նախարար Սարգսյանի խոսքով Հայաստանը հետևողականորեն ուժեղացնում է անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտում իր արձագանքը, քրեականացնելով ապօրինի միգրացիայի կազմակերպումը, գործընկերների հետ համատեղ կատարելագործելով ռեադմիսիոն ընթացակարգերը, իրականացնելով նպատակային իրազեկման արշավներ եւ խթանելով օրինական միգրացիայի ուղիները։ Ֆինանսական հոսքերի շարժը վերլուծելու եւ հանցավոր դրսեւորումները բացահայտելու նպատակով կենտրոնացել են կիբերանվտանգության ոլորտում մեր կարողությունների զարգացման վրա, քանի որ նոր ժամանակաշրջանում կազմակերպված հանցավորությունը փոխակերպվում է, իսկ իրավապահ համակարգը պետք է զարգանա այդ փոփոխություններին համահունչ եւ նույնիսկ մի քանի քայլ առաջ լինի, ընդգծել է նախարարը։ Արփին Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միգրանտների անօրինական միգրացիան ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել։ Նախարարի խոսքով տեղեկատվության եւ փորձի արդյունավետ փոխանակման ուղղված Հայաստանի եւ Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը կնպաստի անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Անդրադառնալով Frontex-ի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներին, նախարար Սարգսյանը նշել է, որ դրանք ընթացքի մեջ են եւ այն նույնպես կնպաստի միգրացիայի եւ սահմանների կառավարման համակարգի ամրապնդմանը եւ զարգացմանը։ Նախարարը անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ այդ ոլորտում իրականացող բարեփոխումները հատկապես կարևորել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև 2024 թվականին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի համատեքստում։ Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ միակ պետությունն է, որի հետ Եվրոպական միությունը վարում է վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն։ Սա վկայում է եւ մեր համագործակցության բարձր մակարդակի մասին եւ միաժամանակ ցույց է տալիս վստահություն Հայաստանի կարողությունների նկատմամբ միգրացիայի արդյունավետ կառավարման, անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն շարժվում է հետևյալ միջոցառումների իրականացման ուղղությամբ. Կենսաչափական փաստաթղթերի համապարփակ ենթակառուցվածքի ստեղծում, որը լիովին համապատասխանում է ICAO-ի ամենաբարձր ստանդարտներին։ Սահմանների կառավարման արդյունավետության բարձրացում, իրավական դաշտի եւ ենթակառուցվածքների համալիր վերանայման, ռիսկերի վերլուծության գործիքների ներդրման, ինչպես նաեւ տվյալների կառավարման համակարգերի արդիականացման միջոցով։ Եվրոպական միության երկրներում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ռեադմիսիոն ընթացակարգերի ամրապնդում Հայաստանի արդեն իսկ բարձր կատարողականի պահպանմամբ։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ այդ միջոցառումները կնպաստեն միգրացիայի կառավարմանն ու իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանը։ Նա ընդգծել է, որ մշակման փուլում գտնվող միգրացիայի կառավարման ռազմավարական նոր ծրագիրը կնախանշի այս ոլորտների զարգացման ուղղությունները։ Եզրափակելով ելույթը Արփին Սարգսյանը վերահաստատել է հանձնառությունը տարբեր մակարդակներում խորացնելու եւ ընդլայնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում քաղված դասերի եւ լավագույն փորձի փոխանակման միջոցով, նաեւ ընդգծել անդրազգային հանցավորության եւ մասնավորապես անկանոն եւ անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարում միասնական նպատակը։ Դեկտեմբերի 9-ին ժամը 11:45-ի սահմաններում Սևան Մարտունի Գետապ ճանապարհի 11-րդ կիլոմետրին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած Opel Magnish-ի ավտոմեքենան։ Մեքենայի բեռնախցիկում եւ սրահում կային սիգ եւ իշխան տեսակի ձկներ։ Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին։ Նույն օրը ժամը 12:20-ի սահմաններում նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված Mercedes Magnish-ի ավտոմեքենայի։ Նորատուսցի վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 46 կիլոգրամ ընդհանուր քաշով 128 սիգ։ Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 250 նոր թափուր տեղ բարեկային ծառայության մայրաքաղաքի եւ մարզերի ստորաբաժանումների համար։ Ընդունելությունն իրականացվում է ոստիկանական գործ մասնագիտության բարեկ որակավորմամբ։ Կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում անվճար։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Բարեկային ծառայություն դիմելու համար տարիքային սահմանափակում չկա։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, եւ նրանք նշանակվում են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պաշտոններում։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին եւ 20-ին Երևանի եւ մարզերի հաշվառման քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր ժամը 9-ից մինչև 18 ներառյալ։ Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել roadpolice.am հարթակի, ինչպես նաև Early One Mobile հավելվածի միջոցով եւ սպասարկվել իրենց հարմար ժամերին։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնաբերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։